Թուրքիայում փրկարարական աշխատողներ ուրբաթ օրը փլատակների տակից դուրս են բերել մի պատանի տղայի երկրաշարժից գրեթե 100 ժամ անց։ Իշխանությունները շտապում են հազարավոր տուժածների ապահովել կացարաններով։ Պաշտոնական տվյալներով գրանցվել է ավելի քան 570 զոհ եւ 2500-ից ավելի վիրավոր։ Կարմիր մահիկի Թուրքիայի մասնաճյուղը երկրաշարժից տուժածներին բաժանել է ավելի քան 7500 վրաններ եւ 22000 վերմակներ, ինչպես նաեւ խմելու ջրի եւ սննդամթերքի պաշարներ։ Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպել է Եմենի կանանց իրավունքների ջատագով եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թավակուլ Կարմանի հետ։ Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել քաղաքական հեղափոխություն իրագործելու Եմենի ժողովրդի ջանքերին, քաղաքական եւ տնտեսական հնարավորություններով նոր Եմեն ստեղծելու նպատակով։ Քլինթոնը դրվատել է 32-ամյա Քարմանի գործունեությունը, նաեւ կանանց իրավունքների պաշտպանության ու Եմենում ժողովրդավարության եւ խաղաղության հաստատման բնագավառում։ Բրիտանիայի հասարակապետությանը պատկանող երկրների ղեկավարները Ավստրալիայում են հավաքվել մարդու իրավունքներին եւ բրիտանական գահին վերաբերող խնդիրների քննարկման համար։ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Թագուհին խոստացել է նոր կյանք փոխանցել խմբավորմանը պատկանող երկրներին։ Բրիտանական հասարակապետության անդամ երկրները համաձայնել են չեղյալ հայտարարել բազմադարյան այն օրենքը, որը գահաժառանգ ընտրելիս նախապատվությունը տալիս է տղամարդկանց, նույնիսկ եթե գահաժառանգը տարիքով ավելի մեծ է։ ՆԱՍԱ-ն հայտարարել է, թե տիեզերք է արձակել $1.5 միլիարդ արժող եղանակի արբանյակ օդերևութաբաններին օգնելու եւ կլիմայական փոփոխություններին հետևելու համար։ Բևեռային գործառնական բնապահպանական համակարգ կոչվող արբանյակը տիեզերք է արձակվել Դելտա 2 հրթիռի միջոցով, որն այժմ գտնվում է երկրագնդի մակերևույթից 800 կիլոմետր հեռավորության վրա։ Միացյալ Նահանգների տիեզերագնացության գործակալության համաձայն 2 տոննա կշռող եղանակային արբանյակը փոքր ավտոբուսի չափ ունի եւ կրում է 5 տարբեր սարքեր, որոնք տեղեկություններ են հավաքելու եղանակի մասին ամբողջ աշխարհի օդերևութաբանական ծառայություններին տրամադրելու առաքելությամբ։